Նույնպես էլ կանայք, հնազանդ եղեք ձեր մարդկանցը, որ եթե նրանցից ոմանք էլ անհնազանդ լինեն խոսքին, կանանց վարքովը առանց խոսքի շահվին, տեսնելով ձեր երկյուղածության պարկեշտ վարքը, որ ձեր զարդարանքը չլինի դրսևանց մազերի հյուսելը և ոսկեղենների շարելը կամ շքեղ հանդերձներ հագնելը, այլ սրտի ծածուկ մարդը հեզ և հանդարտ հոգու անեղծությամբ, որ դա Աստծո առաջին շատ թանկագին է, որովհետև այսպես էլ մի ժամանակով այն սուրբ կանայքը, որ իրանց հույսն Աստծո վրա էին դրել, զարդարում էին իրանց անձերն իրանց մարդկանցը հնազանդելով, ինչպես Սառան հնազանդ էր Աբրահամին, նրան տեր կոչելով, որի որդիներ եք եղել դուք, որ բարեգործ լինեք և ոչ մի երկյուղից չվախենաք։ Նմանապես մարդիկ, իմաստությունով բնակվեցեք նրանց հետ, ինչպես տկար անոթի կանանց պատիվ տալով, իբրև կյանքի շնորհքի ժառանգակիցներ, որ ձեր աղոթքը չխափանվի, և վերջապես ամենդ համամիտ, կարեկից, եղբայրասեր, բարեսիրտ, քաղցրաբարո եղեք, չարի փոխարեն չար չհատուցանեք, կամ բամբասանքի փոխարեն բամբասանք, այլ ընդհակառակն օրհնեցեք, գիտենալով, որ իսկ սրա մեջ կանչվեցաք, որ օրհնությունը ժառանգեք։ Որովհետև ով որ կամենում է կյանք սիրել և լավ օրեր տեսնել, թող իր լեզուն չարությունից լուռ պահե, և իր շրթունքները, որ նենգություն չխոսեն, չարիցը ետ քաշվի և բարի անե, խաղաղություն որոնե և նրան հետևե, որովհետև Տիրոջ աչքերն արդարների վրա են, և նրա ականջները դեպի նրանց աղոթքը, Տիրոջ երեսը չարագործների վրա է։ Եվ ով է նա, որ չարչարե ձեզ, եթե դուք բարիին հետևող լինիք, բայց թեև չարչարվիք էլ արդարության համար, երանելի եք, բայց նրանց երկյուղիցը մի վախենաք և մի շփոթվիք, այլ Տեր Աստծուն ձեր սրտի մեջ սուրբ պահեցեք, և միշտ պատրաստ եղեք հեզությամբ և երկյուղածությամբ պատասխան տալու ամենին, որ ձեր մեջ եղած հույսի համար պատճառ հարցնե։ Եվ բարի խղճմտանք ունենաք, որ ինչ բանի համար, որ չարախոսում են ձեզանից ինչպես չարագործներից, ամոթով մնան նրանք, որ Քրիստոսում ձեր բարի վարքը բամբասում են։ Որովհետև ավելի լավ է, եթե Աստծո կամքը սա կամենում է բարի գործելով չարչարվիլ, քան թե չար գործելով։ Որովհետև Քրիստոսն էլ մեկ անգամ մեղքերի համար չարչարվեցավ, այն արդարն անարդարների վրա, որ մեզ մոտեցնե Աստծուն, որ թեև մեռավ մարմնով, բայց կենդանի եղավ հոգով, որով գնաց բանտումը եղող հոգիներին էլ քարոզեց, որոնք մի ժամանակ ապստամբ էին, երբ որ Աստծո երկայնամտությունը համբերում էր նրանց Նոյի օրերումը տապանը պատրաստելիս, որի մեջ քիչ այսինքն 8 հոգի ջրիցը պրծան, որի օրինակն այսինքն մկրտությունը մեզ էլ հիմա ապրեցնում է, ոչ թե մարմնի ախտը դեն գցելով, այլ բարի խղճմտանքի վկայությունը առ Աստված, Հիսուս Քրիստոսի հարությունովը, որ գնացել է երկինքը և Աստծո աջ կողմն է, հրեշտակներն և իշխանություններն և զորություններն հնազանդելով նրան։